Փառք Տիրոջ եղբայրներ քույրեր, շնորհակալ ենք Տիրոջից այսօրվա համար, այս լայն հնարավորության համար, քույրեր եղբայրներ, ես ուզում եմ նաև ոչ թե այն տեսանկյունից, որ դուք ասենք դրանից վախ զգաք, այլ ուզում եմ ուղղակի զգուշություն ունենանք, ինչի որովհետև ըստ կյանքի օրենքի միշտ սենց չի մնալու։ Մի օր գալու է, որ մենք հնարավոր է չունենանք սենց հնարավորություն իրար երես տեսնալու, չունենանք հնարավորություն իրար հետ հանդիպելու։ Եվ գիտեք, այսպիսի երևույթներ ես ապրել եմ իմ կյանքում, չեմ կարա հիմա բացատրեմ, թե այդ երևույթը ոնց եմ ապրել, բայց ինձ թվացել է, թե այդ երիտասարդության ժամանակաշրջանում ամեն ինչ իր հունով պիտի գնա ու միշտ է տենց պիտի լինի։ Ինձ թվացել է, որ հիվանդություն չկա, ինձ թվացել է, որ տարիքն էլ չի անցնում, թվացել է միշտ սենց էլ պիտի մնանք ու պիտի ապրենք, բայց եկավ ժամանակ, եղբայրներ քույրեր, որ խաբվեցինք ու փորձեցինք հետ բերենք, էլ չստացվեց, էլ չկա այդ ամենը հետ բերելու։ Այս օրերը մենք հետ բերելու հնարավորություն չենք ունենալու։ Սրանք ուղղակի պարգև են Աստծուց եւ այդ տված պարգևը իմ ու քո համար շատ թանկ, կարեւոր է ճիշտ գնահատենք ու ճիշտ օգտագործենք այն օրհնությունները, որ Աստված մեզ տվել է։ Փառք Տիրոջը, Տերը օրհնի։ Միշտ սենց չի մնա, եղբայրներ քույրեր ջան, այս պատմությունը դուք լավ գիտեք։ Դրա համար ես խնդրում եմ, որ այս օրերի համար մենք միմյանց գնահատենք էլ։ Չգիտեմ, բայց հիշում եմ մի պատմություն, տարիներ առաջ կարդացել եմ, հետաքրքիր պատմություն էր, ու այդ պատմությունը միշտ ինձ սթափեցնում է, որ մի անգամ ոչ իմ վրա հույս դնեմ, ոչ էլ տարիքիս վրա հույս դնեմ, ոչ էլ իմ փորձառության վրա հույս դնեմ, որովհետև եթե խոսքը Աստծո չեղավ իմ կենտրոնը հավատքի, մնացածը սաղի զուրալն են, եղբայրներ ջան, քույրեր ջան։ Ես մի հատ գիրք եմ կարդացել այդ բանտերի մասին, հավատքի մարդկանց մասին, որոնք բանտարկված են եղել, եւ հետաքրքիր մի հատ դրվագի ավետարանական եկեղեցու գիրք էր այդ գիրքը, վերնագիրը Ուզնիկի, սենց գիրքերը տեղ մի հատ տարեց եղբոր մասին խոսում էր, 73-ամյա մի տարեց պապիկ արդեն, որ 3 անգամ դատվել էր հավատքի համար, 3 անգամ ինքը բանտ էր նստել, դուրս եկել, եւ այս վերջի ժամանակը, որ պիտի նստեր, այդ սրոկը, սենց ասած, իրան մնացել էր ընդամենը 2 ամիս, որ պիտի բանտից ազատվի, մի օր բանտի ղեկավարությունը առաջարկում են, որ նրանք, ովքեր հավատացյալներին, դենթարապես, գիտեք, հավատացյալները չեն նստել սովորական բանտեր, նրանք քաղաքական հանցագործներ են համարվել, ոչ թե եղել, այլ համարվել, որովհետև պետությունը չի ունեցել օրենք հավատքի համար, նրանք դատվել են քաղաքական գծերով, քաղաքական աստառի տակ։ Ինչևից է, այս անձնավորություններին հարց են տալի, ով է հիմա ուրանում Հիսուսին ու գնում իր տուն։ Եվ ասում է բոլորի համար զարմանք այդ 73 տարեկան պապիկը դուրս եկավ, մերժեց Հիսուսին ու գնաց իր տուն։ Ես որ կարդացի չկարեցա շարունակեմ այդ գիրքը, մի ահագին ժամանակ։ Ու ինձ համար լուրջ հարց էր, ինչն էր այս մարդուն պահել այդքան տարիներ հավատքի մեջ։ Հավատքի համար ես կարծում եմ շատ էլ ծեծակ երել բանտերում, կարծում եմ այդ 2 սրոկը, որ նստել է միջև վերջ, ինքը հեշտություն չի քաշել, հեշտ կյանք չի ապրել, եւ վերջի 2 ամիս է մնացել, որ ինքը պիտի վերջացնի իր բանտի օրերը, այս մարդը մերժում է Հիսուսին։ Չգիտեմ, դուք դրա պատասխանը ունեք թե չունեք, եղբայրներ քույրեր, ես անմիջական չունեմ։ Մինչև այսօր ես դրա պատասխանը կոնկրետ չեմ կարող գտնեմ,
Ենթադրություններ անում եմ, ենթադրություններ կան, ես ինչ պատճառով, բայց իտոգում գալիս եմ մի ընդհանուր իմ մեջ հայտարարի, որ Աստծո խոսքը հեռացած է եղել այս մարդուց։ Ով որ իմ խոսքերս կպահի, ես էլ նրան պիտի պահեմ նեղության ու դժվարության օրերում։ Այ այսօր նեղության ու դժվարության օրերում Աստծո խոսքն է պահելու։ Ես եմ գտել եղբայրեր քույրեր, պատճառը սրա մեջ եմ գտել, որ այս մարդու կյանքում Աստծո խոսքը կորցրել էր իր հեղինակությունը, իր դերը ու իր նշանակությունը այս մարդու կյանքում կորել էր, ինչի որովհետև այս մարդը թողեց մեկին, որ իր համար հավիտենություն ա տվել, թողեց մեկին, որ իր համար կյանք ա տվել, եւ այդ կյանքը անկրկնելի է, քույրեր եղբայրներ, երկրորդ անգամ չի տրվում, փառք Տիրոջ անունին։ Ուզում եմ կարդալ Սուրբ գրքից մի սաղմոս, քույրեր եղբայրներ, մեզ շատ ծանոթ սաղմոս է այդ սաղմոսը, դա 23-րդ սաղմոսն է, որը Դավիթը երգում էր, գրում էր այս սաղմոսը, մենք էլ ենք երգում ենք, կարդում ենք, անգիր էլ գիտենք, մեզանից շատերս հնարավոր է անգիր իմանանք, բայց այս սաղմոսը, քույրեր եղբայրներ, ուզում եմ կարդալ ու այս սաղմոսի մասին մի քանի խոսք եմ ուզում խոսել։ Տերը իմ հովիվս է, ես բանի մկարոտություն պիտի չունենամ։ Ինձ խոտավետ արոտներու մեջ կպարկեցնե, հանդարտ ջրերի քով ինձի կառաջնորդ է, հոգիս կնորոք է, իր անվան համար արդարության ճամփաներու մեջ կառաջնորդ է ինձ, թեև մահվան շուքի ձորի մեջ էլ պտտեմ, չարեմ պիտի չվախենամ, որովհետև դու ինձի հետ ես, քո ցուբը դու գավազանը դրանք ինձ պիտի մխիթարեն, սեղան կպատրաստես իմ առջևս իմ թշնամիներուս դիմաց, իմ գլուխս յուղով կոծես, իմ բաժակս խիստ լեցուն է, հիրավի բարերությունն ու ողորմությունը ինձի հետ պիտի գա, կյանքիս բոլոր օրերու մեջ, եւ շատ օրեր Տիրոջը տանը պիտի բնակվեմ, ամեն։ Ուզում եմ սենց մի հատ մենք հարց տանք, մեզ, մեր կողքին, մեր այս կողքին, մտածենք, Դավիթը ինչ տեսավ Տեր Հիսուսի մեջ, Աստծո մեջ, որ այս սաղմոսը գրեց, ինչ տեսավ ինքը, որ այս սաղմոսը ինքը ներկայացրեց։ Քույրեր եղբայրներ, ես ուզում եմ խոսենք միասին, ամեն մեկս, ես չեմ ուզում խոսել ոչ իմ մասին, ոչ էլ արտակ եղբոր մասին, կամ մելիք աղբոր մասին, կամ սպասավոր եղբայրերի մասին, չէ, ես ուզում եմ խոսենք անհատական յուրաքանչյուր մեկիս մասին, որովհետև այս երևույթը, որ ես ուզում եմ խոսեմ, իմ ասելս նա չի, մեր պարտականությունները առաջ բերելու։ Դուք մեր պարտականությունները լավ գիտեմ, մեզանից լավ գիտեք։ Ես լավ գիտեմ, որ ցանկացած հոտի, եղբայր եւ քույր եկեղեցու հովիվի պարտականությունները հովիվից լավ գիտի։ Ես դա շատ լավ գիտեմ։ Ու դրանց մասին կասկածել չունեմ։ Բայց այս տեսանկյունը չեմ ես ուզում միասին մենք նայենք, քույրեր եղբայրներ։ Ես ուզում եմ մենք իրար հետ նայենք ամեն մեկս, դա կլինի քույր, թե եղբայր, ամեն մեկս որպես մենք ենք այդ հովիվը, որովհետև մեզ էլ տրված հոտ կա, մեզ էլ մարդիկ ունենք մեր ընտանիքներում, մեր շրջապատում, մեր կողքին, որոնց համար ես պարտավոր եմ ոչ թե միայն եկեղեցու հովիվ լինել, այլ իմ ընտանիքի հովիվը լինել։ Եթե ես անգամ եկեղեցում սպասավորել չլինեմ էլ, ես պարտավոր եմ իմ ընտանիքի հովիվ լինել։ Եվ այս տեսանկյունից եմ ես ուզում, ես ու դու մոտիկանանք այս քարոզին, այս խոսքի, որովհետև մի քիչ տրամաբանական չի լինի, եթե ես վերագրեմ ու հանդիմանեմ ինձ, դու հանդիման ես չեմ ուզում ինձ հանդիմանեմ, բայց ուզում եմ որպես խրատական, հորդորական միտք լինի մեր վրա եղբայրներ քույրեր, եւ մենք դրանից բավականին լուրջ միտք ու պատասխանատվություն պիտի ունենանք ու զգանք մեր կյանքում։
Եթե մեր մեջ պատասխանատվության զգացումը հեռացավ, մենք սկի լուրջ հոգևորել չենք կարողանալ։ Ինչ մնաց հովիվ ելնենք։ Պարտադիր ել եմ ասում, խոսում եմ այն հատկությունների մասին, որ Դավիթը տեսել էր Աստծո մեջ, եւ այս տեսածը իրան ստիպել էր, որ ինքը հովիվ լինի։ Իրան գնահատի Աստծուն, որ ինքը ճանաչի Աստծուն, որպեսզի ինքը գնահատի Աստծո այդ արժանները, որը շատ կարևոր էր, որ ինքը կարողանում էր արտահայտվել։ Տերը իմ հովիվս է, ես բանի մկարոտություն պիտի չունենամ։ Ես հիշում եմ տարիներ առաջ, շատ տարիներ առաջ, իմ մեծ աղջիկս, որ նոր ամուսնացել էր, ես իրան սենց հարց տվեցի, ասի Ազիզ ջան, այսինքն նոր էր ուզում ամուսնանալ, ասի Ազիզ ջան, կուզես քո ամուսինդ, որ ամուսնանաս, ինձպես լինի։ Ինչ եք կարծում քուրեր եղբայրներ, ինչ կասած կլինի։ Կասի հա, ես զարմացա, որ ասես չէ, պապ ջան։ Մի քիչ դենց վատ զգացի, չէ, պապ շատ լավն ես, բայց այնպեսի բաներ կա, որ չէի ուզի։ Ես լրջացա։ Ասի վայ ապրես դու աղջիկ ջան։ Էս ինչ լավ բան ասեցիր, դու ինձ մտածելու տեղ տվեցիր։ Եղբայրներ քույրեր, մեզ կարող է թվա, թե մենք շատ լավ հայր ենք, շատ է լավ մայր ենք։ Մեզ կարող է թվա, որ մենք մեր աչքին շատ լավն ենք երևում, բայց հլա փորձի անկեղծ քո երեխուն հարցրու։ Եթե երեխեն համարձակ կարողանա արտահայտվի, բարի է, եթե չվախենա ինձանից ու քեզանից, այդ շատ լավ կլինի։ Մի հատ ուրիշ օրինակ եմ բերում։ Մի օր, երևի մի 7-8 տարի առաջ, իմ փոքր տղեն տես մի փոքր անկարգություն էր արել, ջղայնացել էի, ասի Դավ ջան, եղբայր ջան, ասի Ազիզ ջան, ես մի հատ հարց տամ քեզ։ Ասեց ասա։ Ասի ես զգում եմ, որ ես վերջի ժամանակներում դու իմ խոսքը լավ չես լսում։ Ասի Ազիզ ջան, կարող եմ մի բան եմ արել, քեզ դուր չի եկել, ու իմ հեղինակությունը այդ իմ արածից ընկել է։ Ես քեզ խնդրում եմ, ընկեր, աղբեր, չեմ խոսում հեր ու տղա։ Ես ուզում եմ դու անկեղծ ասես, կա մի բան։ Ասես կա։ Որ ասես կա, ես ուրախացա իր համարձակության վրա, ասի աս աղբեր ջան, ասա թող իմ սխալը ընդունեմ, կզղջամ ներեգություն կխնդրեմ, Դավիթ ջան, եթե քեզ վիրավորել եմ, անտեղի մի բան արել եմ, ասես չէ, ինձ հետ չի կապված, ասի աս աղբեր, ասես ճամբարում, ես քո հետ եկել էի ճամբար, ես ավելի լուրջացա, ասես ճամբարում դու մի անձնավորության հետ բավականին կոպիտ խոսացիր, բայց մեկ ուրիշի հետ շատ քաղցրությամբ ու հանգիստ խոսացիր, դե արի իմի հիշի, թե այդ ով է եղել, ում հետ եմ խիստ խոսացել, ում հետ քաղցրությամբ եմ խոսացել, բայց այդ րոպեին ես չմտածեցի, թե ում հետ է կախված եղել, ես մտածեցի, որ ես լուրջ վրիպում եմ թույլ տվել, երեխու ներկայությամբ ես ճիշտ չեմ վարվել։ Եվ սա իր համար գայթակղություն է եղել, սա իր համար ոչ ճիշտ երևույթ է եղել, բայց այդ մտածելուց հետո Սուրբ Հոգին հիշացրեց ում մասին է խոսքը։ Երբ որ բացատրեցի, ասես ինչ մարդու մասին է, ասեց հա, ասեղավ Դավիթ ջան։ Իհարկե ես իմ բացատրությունը տվեցի, ինքը ինձ հասկացավ, բայց ես իմ սխալը պահեցի, գնահատեցի Դավիթի արածը, ընդունեցի իմ սխալը։ Հիմի եթե Դավիթը, այս Սաղմոս գրող Դավիթը Աստծո վրա մի բան տենար, ներ կունենար,
իր հերթական անվստահությունը։ Եղբայրեր քույրեր, բայց նա ասում է Տերը իմ հովիվս է, ես բանի կարոտություն պիտի չունենամ, բայց ես հասկացա, որ իմ տղեն այս բանը չասեց, որ իմ հերը լավ հերա եւ ես շնորհակալ եմ, որ ինձ համար ինքը հեղինակություն է։ Չեմ խոսում ուրիշի մասին, ես խոսում եմ իմ մասին։ Քույրեր եղբայրեր, դուք հլա մտածեք ձեր մասին։ Դու մի նայի, ես նայել եմ դրանից հետո, շատ եմ ստուգել, շատ եմ փորձել, բայց տեսել եմ մի բան, որ կարևոր չի, թե ես ինչ իրավունքներ ունեմ, որպես ծնող ինչ իրավունքներ ես ունեմ, կարևորը սրանում չի, թե ես իրավունք ունեմ իմ իրավունքները բանացնելու, կարևորը նա է, որ ես նաև գնահատեմ, որ ժամանակում եմ ես ապրում, ինչ ժամանակաշրջան ենք մենք ապրում եւ ինչ սերունդի հետ մենք գործ ունենք ու մեր վարվելաձևը ինչ պիտի լինի։ Քույրեր եղբայրներ, միգուցե սրանք այդքան տենց քեզ համար կարևոր չլինի, բայց ասեմ մենք շատ մեծ կարիք ունենք Աստծո հետ մեկ լինելու։ Ես ուզում եմ կարդալ ողբ Երեմիա երկրորդ գլուխ 18-19 խոսքերը։ Ողբ Երեմիա երկրորդ գլուխ 18-19 խոսքերը։ Նրանց սիրտը Տիրոջը աղաղակեց, ով Սիոնի աղջկան Պարիսպ, ցերեկ ու գիշեր հեղղի պես արցունք հոսեցուր, քանզի հանգիստ մի տարաչքիդ, բիբին թող չդադարի, ելիր գիշերով աղաղակե, գիշերվան պահերու սկիզբը, քո սիրտը ջուրի պես թափի Տիրոջը առջև, ձեռքերդ անոր վերցրու ու տղոցդ հոգիներու համար, որոնք փողոցներու գլուխը անօթություն է կմարեն։ Հիմնական միտքը սա է, քո սիրտը ջուրի պես թափե Տիրոջը առջև, ձեռքերդ անոր վերցրու տղոցդ հոգիներու համար, որոնք փողոցներու գլուխը անօթություն է կմարին։ Քուրեր եղբայրներ, Աստված օգնականը լինի մեզ, Սուրբ Հոգին զորացնի մեր հոգու աշխարհը, ինչքան կարևոր է այսօր մեր զավակների համար աղոթքի կյանք ապրելը, ինչքան այսօր զավակներ, ես ասեմ իրապես իրականություն, շատ քույրեր, ես նկատել եմ, այնքան սրտաճան, այնքան ուրախությամբ, այնքան մեծ սիրով ավետարանական գործ են կատարել, բայց հաճախ նայել եմ իրանց ընտանիքներին, իրանց զավակներին իրար չեմ գցել։ Իրանք պատրաստ են շրջապատի համար, կողքինի համար կյանք դնել, բայց իրանց երեխեք իրանց աչքի առջև մեռնում են, իրանց համար սա էական չի։ Աստված օգնի, Սուրբ Գիրքն ասում է քո երեխեքի համար, նրանց հոգիների փրկության համար, աչքիդ քունել մի տա, գիշերը վեր կաց, աղոթք քարա, սիրտը թափի Աստծո առաջ։ Ես չգիտեմ սիրտը Աստծո առաջ թափելը ոնց է պատկերացնում, բայց ես մի օր մի հատ վատ լուր լսեցի, եւ ես վատ լուր լսելս ու իմ բերանի աղոթքը ես միջև այսօր չեմ մոռանում, իմ աչքի ականջից չի հեռանում, իմ ձայնը իմ ականջից չի հեռանում։ Այդ ինչ աղոթք էր, այդ ինչ ողբ էր, ու չնայեցի որտեղ եմ, չնայեցի կողքս ով կա, եղբայրներ քույրեր, եւ մեկ ասում եմ Տեր Հիսուս, երանի թե այդ աղոթքը շուշուտ գա իմ աչքերից, իմ բերանից, իմ սրտից, իմ երեխեքի համար,
իմ հարազատների ու բարեկամների համար։ Բայց քուրեր եղբայրներ, թող Աստված մեզ օգնական լինի, մենք հաճախ այդ հարցերում շատ թույլ ենք։ Սուրբ Գիրքը սա չի մեզ սովորացնում։ Դավիթն ասում է. Տերը իմ հովիվս է, ես բանի կարոտություն պիտի չունենամ։ Տերը իմ հովիվն է, բայց ինչքան բանի մենք այսօր կարոտ ունենք, կարիք ունենք, ինչքան բանի պակաս ունենք մեր կյանքում։ Քուրեր եղբայրներ, Սուրբ Գիրքը լուրջ սովորացնում է մեզ մեր մասին զբաղվել, հովի հոգեբանությունը ճիշտ օգտագործել մեր ընտանիքներում։ Եթե մեր ընտանիքներում մենք չենք կարող անենք այն ինչ որ պիտի անենք, մեր կողքի եղբայր ու քրոջ համար ինչ պիտի անենք, եղբայրներ քույրեր, ոչինչ անել չեն կարա։ Եվ Սուրբ Գիրքն ասում է այս հարցում, թեև մահվան շուքի ձորի մեջ էլ պտտեմ, չարեմ պիտի չվախենամ, որովհետև դու ինձի հետ ես։ Սիրելի Աստծո ժողովուրդ, մահվան շուքի ձորի մեջ Դավիթը ինչ է կարծում, զգում էր Աստծո ներկայությունը։ Ձեր կարծիքն եմ ուզում քուրեր աղբերներ, եթե պատկերացնենք ինչ է կարծում այդ մեղքի այդ մահվան շուքի ձորի մեջ Դավիթը կարար զգար Աստծո ներկայությունը։ Չէր կարա։ Ինչ մահվան շուքի ձոր, եթե Հիսուսը ինձ հետ է, եթե Աստված ինձ հետ է, ոչ մի մահվան շուքի ձոր ինձ համար չկա։ Բայց Դավիթն ասում է մահվան շուքի ձորի մեջ ես Տիրոջ ներկայությունը ունեի։ Թեև մահվան շուքի ձորի մեջ չլինեմ, պիտի չվախենամ, որովհետև Տերը ինձի հետ է։ Քուրեր եղբայրներ, երևույթը չէ որ մեզ պիտի ապրեցնի այս երկրի վրա, խոսքն է ու հավատքն է մեզ ապրեցնելու։ Նա հավատում էր այդ խոսքին, որ Տերը իր հետ է, անկախ նրանից թե ինքը մահվան շուքի ձորում է, թե մահվան շուքի ձորից դուրս է, Տերը իր հետ է։ Փառք մեր ամենակարող Տիրոջը, Աստված օգնական լինի, քուրեր եղբայրներ։ Եվ ես ուղղակի նորից եմ ասում, իմ խնդրանքն է այս հարցում մեր աչքերին քուն չտալ։ Գիշերները, չգիտեմ ինչքան մայրեր, ինչքան հայրեր արթնանում ու աղոթում են իրանց երեխեքի համար։ Ինչքան մայրեր ու ինչքան ծնողներ աղոթում են իրանց զավակների համար, քուրեր եղբայրներ, բայց աղոթքաժողովներին, բայց պաշտամունքներին շատ քույրեր ու մայրեր ու եղբայրներ բարձրաձայն աղոթում են իրանց ժողովրդի համար, եղբայրերի ու քույրերի համար։ Ես ուզում եմ դուք սրանց մեջ խղճի հանդիմանությունը զգաս։ Դու քո երեխեքի համար չես աղաղակում Տիրոջը, քո ընտանիքի հոգսի համար չես աղաղակում Տիրոջը, բայց կողքիդ եղբոր ու քրոջ համար բարձրաձայն հաճախ մեծ աղոթքներ ես բարձրացնում։ Եղբայրներ, քույրեր, սրանք լուրջ հարցեր են։ Ես ու դու սթափվելու կարիք ունենք, ես ու դու հանդիմանվելու կարիք ունենք։ Ես խնդրում եմ դու թույլ տուր, որ քո սխալը քո երեխեքը ասեն քեզ։ Մայր ջան, քո սխալը մայրեր, թույլ տվեք, որ ձեր աղջիկները ասեն, ձեր տղաները ասեն։ Փառք մեր Տիրոջը, թող Աստված օգնական լինի, որ դուք կարողանաք դրանից բժշկություն գտնենք։ Ես չէի ուզի մեզանից որևէ մեկը խաբված լիներ վերջի իր կյանքի օրերում։ Մենք, եթե խաբված մնացինք, մենք խնդիր կունենանք։ Ես չգիտեմ, առիթ եղել է ձեր մեջ, պատմել եմ այս երևույթը թե չէ, բայց մի հատ օրինակ եմ ուզում պատմեմ եւ վերջացնեմ աղոթքով։ Ես 21 տարեկան էի, 21 տարեկան տղա էի, երիտասարդ, նոր էի եկել բանակից, սովորելու պատճառով ես ուշ գնացի բանակ մի տարի եւ 21-ում երբ որ բանակից եկա, մի անձնավորություն մի աշխատանքի վայրում հարցրեց, ասեց, ով է այս տղեն։ Ընդեղից ասեցին, որ ինքը ես ինչ մարդու տղեն է։ Ասեց, ես քանի անգամ ես ստեղ եկերևում եմ, այս տղեն ինձ դուր է եկել։ Սրա քայլը, սրա խոսալը ինձ դուր է եկել։
ու կանչեց ինձ, ասեց տղա ջան, ես ճանաչում եմ, ճանաչել եմ քո պապային։ Հիմա ասեց, սենց հնարավորություն ունեմ, ինչով ես զբաղվում։ Ասի ոչ մի բան, նոր եմ եկել բանակից, հլա չգիտեմ, հլա չեմ կողմնորոշվում, շարունակելս ինչ, ասեց ես Պերմում մեծ հնարավորություն ունեմ, արի քեզ տանեմ ընդեղ ուսման։ Ես շատ ուրախացա, որովհետև չունեի մեկը, որ ինձ նման առաջարկություն աներ ու ինձ օգներ։ Այսինքն բարեկամ մտերիմ չեմ ունեցել, ոչ մի անգամ ինձ խրատ տվող չի եղել։ Եվ այսօր ես մեկ մեր երեխեքի, մեր երիտասարդներին ասում եմ երեխեք ջան, դուք ուրախացեք, որ ձեր կողքին մեծեր կան, ես չեմ ունեցել։ Ինձ մեկը չի ասել, տղա, այս բանը մի արա, ցես բան ասող չի եղել։ Եվ այս անձնավորությունը, երբ որ խորհուրդ տվեց սենց, ես ամբողջ 8 ամիս պարապեցի։ Պատմություն էի պարապում, լեզու գրականություն էի պարապում ռուսերեն, որ գնամ սովորելու։ Եկավ ժամանակ, գործերը հանձնելու ժամանակներն էր, այս մարդու խաբար, այս մարդը անհայտ կորավ։ Միջև այսօր ես այդ մարդուց էլ ոչինչ չեմ լսել։ Ես շատ խիստ հիասթափվեցի, վիրավորվեցի, իմ հավատքը կորցրեցի մարդկանց հանդեպ ամբողջությամբ եւ իմ կյանքը այդ օրվանից լուրջ փոփոխություն կրեց դեպի վատը։ Հիասթափությունը ինձ տարավ վատ կյանքի։ Դա ինձ համար եղավ, կարելի ասել, այդ ժամանակում ճակատագրական սխալ։ Քուրեր եղբայրներ, Տերը օգնի ձեզ։ Խաբվելը շատ ծանր բան է, խաբված լինելը շատ վատ բան է, ոչինչ որ ավտոբուսից ուշանաս, ոչինչ որ սամալյոտից էլ ուշանաս, բայց որ հավիտենությունից ուշանաս, սա ահավոր է, իմ ու քո համար շատ ծանր հետևանք կարող է ունենալ։ Դրա համար խնդրում եմ, ձեր ապրածին Դավիթի օրինակը տեսեք։ Իհարկե ժամանակի պատճառով չեմ ուզում խոսեմ, Դավիթը ինչ հատկություններ տեսավ Աստծո մեջ, կյանք դնել տեսավ, Դավիթը տեսավ առյուծի բերանից արձակվել, ազատվել, արջից փախնել, արջից հաղթել արջին եւ բոլոր տեսակի Գողիաթին սպանել մի պարծատիկով, մի քարով, այսինքն Դավիթը ամեն բան տեսավ, քուրեր եղբայրներ, եւ ինքը ձեռից վերցրեց Աստծո։ Այսօր մեզանից մարդիկ պիտի այս ակնկալիքը ունենան, որ ես ու դու վարձկան չլինենք, այլ մեր կյանքը դնող ծնող լինենք, մեր կյանքը դնող մարդիկ լինենք։ Մի հիշում եմ մի քարոզի ժամանակ մի հատ կաբետարիա եկավ ծնողների հանդեպ, պատվի քո հայրդ ու մայրդ, այդ քարոզի վրա մի բան եկավ, կոմենտարիա եկավ, դա երկար էր, այդ երկարը որ կարդացի, տղա էր 34 տարեկան, բայց անունազգանունը չկար, ասեց 34 տարեկան եմ, քո ինչ ծնողի հանդեպ խոսեցիր, ես ամենը ընդունեցի այո եւ ամեն, բայց որպես քարոզիչ քեզ մի հատ հարց տամ, չգիտեմ ոնց կպատասխանես, եւ պատմեց մի պատմություն իր կյանքում իր ծնողից ստացած, որին ես պատասխանել չկարողացա։ Մի բան գիտեմ, կարող է լինել, եթե դեմ դիմաց լինեին, կարող է խոսայի, բայց գրվել ես չփորձեցի, որովհետև հնարավոր էր չհասկանայինք իրար։ Եղբայրեր, քույրեր, այդ երիտասարդի պահանջը շատ ճիշտ էր։ Շատ ճիշտ պահանջ էր, եթե իրապես իր ասածը ճշմարտություն էր։ Թե ծնողը ինչ է արել իր գլխին, ինչ է դրել իր գլխին։ Եղբայրեր, քույրեր, այսօր մենք կարանք լուրջ սխալներ թույլ տանք եւ ստիպենք, որ մեր երեխեքը մեզ պիտի հարգեն ու սիրեն։ Քույրեր, եղբայրներ, եթե մենք այսօր երեխեքից պահանջում ենք հարգել ու պատվել ծնողներին, իմ խնդրանքն է լինել հովիվներ մեր երեխեքի համար։ Եթե ոչ շրջապատի, գոնե մեր ընտանիքների համար լինենք
լուրջ հովիվներ, որ մեզանից հետո մեր երեխեքը ասեն շնորհակալ եմ Աստված ջան, որ սենց հայր եմ ունեցել, շնորհակալ եմ, որ սենց մայր ես ինձ պարգևել, շնորհակալ եմ, որ սենց ծնողներ ես ինձ տվել։ Քուրեր եղբայրներ, սա շատ կարևոր է քո խղճի առաջ ուղի